Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով կզրուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Ողջույն ձեզ եւ Աստված պահապան սիրելի Լիլիթ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Միշտ պատրաստակամ, Աստված օրհնի եւ օգտվելով առիթից ցանկանում եմ ձեր խմբագրությանը եւ հետևորդներին շնորհավորել Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առիթով աղոթել Աստծուն, որ խաղաղություն պահպանի մեր սիրելի Հայաստանում, Բարգավաճում, մեր ժողովրդի կյանքում եւ հոգեվոր ուրախություն ու երջանկություն ամենքին։ Շնորհակալություն։ Աստված օրհնի։ Երեք տեղի ունեցել Հայաստանյայից առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը, նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողություններ եւ ինչպես նշված է հաղորդագրության մեջ կայացվել են անհրաժեշտ որոշումներ։ Դուք եւս համակարգող խորհրդի անդամ եք, եթե կարելի է որոշակի մանրամասներ հայտնեք, թե ինչ անհրաժեշտ որոշումներ են կայացվել։ Ես գիտեք ֆիզիկապես գտնվում եմ Լատվիայում, մեր թեմում եւ ֆիզիկապես չեմ կարողացել մասնակցել խորհրդի առաջին նիստին, բայց բնականաբար տեղյակ եմ եւ օրակարգին եւ արդյունքներին։ Ես կարծում եմ այնքանը, որքանը որ տրվեց լրատվականին, դա ամբողջությամբ բավարար է, դա նշանակում է, որ համակարգող խորհուրդը աշխատում է, համակարգող խորհուրդը մտածում է ոչ միայն այսօրվա, այլ ավելի գալիքի մասին, ինչպիսին ենք մենք տեսնում մեր եկեղեցու ապագան, իր կանոնականության մեջ, ինչ սահմանադրություն լինի, ինչ բարեփոխումներ լինեն, որպեսզի եկեղեցին կարողանա քայլել ժամանակի հետ, որպեսզի այդ լույսը, որ միշտ առաջնորդող է եղել այդ լուսավորը, ինքը շարունակի այդ առաքելությունը, այնպես որ աշխարհը փոխվում է, մեր շրջապատը փոխվում է, այս ամբողջի մեջ հարկավոր է, որպեսզի մեր եկեղեցին բնականաբար կարողանա համապատասխանել դրան։ Մենք միայն մենք չէ, որ այդպես ենք, հռոմեական կաթոլիկ եկեղեցին տասնյակ անգամներ դարերի ընթացքում փոփոխությունների է ենթարկել իր մոտեցումները տարբեր հարցերին, դավանաբանական, աստվածաբանականը պահպանվել են, բայց ընդհանուր աշխատանքը հավատացյալների հետ դա իհարկե փոփոխության է ենթարկվել եւ մանավանդ կառավարման համակարգում։ Եվ մենք նույնպես մտածում ենք, որ մեր ապագա եկեղեցու կառավարումը, նրա առաքելությունը, նրա կարևորությունը մեր հասարակության ինքնության պահպանության մանավանդ Սփյուռքում ինչպիսին պիտի լինի, ահա վասիկ նմանատիպ հարցեր են քննարկվում նաև։ Հայտարարությունից անմիջապես հետո Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջյանը ողջունեց եւ միացավ համակարգող խորհրդին եւ հայտարարեց, որ ընդունում է այդ ճանապարհային քարտեզը եւ երեք երբ նա հանրային հեռուստաընկերությունում հարցազրույց էր տալիս, նա տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքից ստացել է սպառնալիք նամակ, որով իրեն սպառնում են եւ գիտակցության են հրավիրում, որ հետ կանգնի իր քայլից մինչեւ 3 օր ժամանակ էին տվել, սակայն Տեր Գուսանը ասել է, որ ինքը հետ չի կանգնելու, դա շատ կարևոր քայլ է եւ միացել է իր եղբայր սրբազաններին, հրամայական պահանջ է եւ ինքն է նրանց զգաստության հրավիրում։ Ես խնդրեմ ասեք, այլ միացողներ կան, գուցե գախնի, չգիտեմ, եւ հնարավոր է որ վախենան արդեն այս քայլից հետո, որ կարգալույց կհրճակվեն։ Առաջին հերթին ես ջերմորեն ողջունում եմ մեր սիրելի Հայր Գուսանի այս քաջ քայլը, որովհետև Հայր Գուսանը մեր արժանավոր հոգևոր եղբայրներից է, գրագետ եւ երեք հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի միջոցով մեր հասարակությունը տեսավ, թե ինչ որակի, ինչ շնորհքով ծայրագույն վարդապետ է մեր սիրելի Գուսանը, ով մեծ վաստակ է ունեցել ինչպես Երուսաղեմում, այնպես էլ Շվեյցարիայի հայոց թեմում։ Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայոց պատրիարքության այդ հայտարարությանը, ինձ համար անկեղծ ասած շատ տարօրինակ է այդ ամբողջը, մի տեսակ այն տպավորությունն է թողնում մեր շատ սիրելի Երուսաղեմի պատրիարքությունը, որ ես միշտ մեծագույն սիրով ու հարգանքով եմ լցված եղել եւ կամ պատրիարքի եւ այնտեղ ծառայող ողջ միաբանության հանդեպ, որտեղ նրանք զինվորյալ միաբաններ են եւ հիրավի պահպանում են մեր հոգևոր ներկայությունը այնտեղ,
որի համար մենք պիտի բոլորս երախտագետ լինենք։ Բայց ինչ որ վերաբերում է նմանատիպ նամակներին, անհասկանալի են դրանք, որովհետև նախ հոգևորականի ազատության, ինքնուրույն մտածողության նկատմամբ դա բռնություն է, հոգեբարոյական բռնություն։ 300 Սուրբը ինքը այդ հարցին պատասխանեց եւ ասաց, որ ինքը քաջ կերպով այդ որոշումը կայացրել է, ինքը ժողովին չի մասնակցել Երուսաղեմի եւ այնտեղի որոշումներից տեղյակ չի եղել եւ բնական է, որ ինքը կարող է ունենալ իր ուրույն դերը։ Ինչ վերաբերում է ուրիշ հոգևորականների միանալուն, ես համարում եմ, որ այս գործընթացին հարյուրներով են միացած իրենց մտքով, իրենց հոգեբանությամբ եւ պատրաստակամությամբ։ Բայց գուցե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով երբեմն իրենց ծուխերում որոշակի անհասկացողություններ չլինելու, երկպառակություններ եւ այլն, չեն շատ համարձակվում այս քայլը անելու։ Բայց հեռու չի այն օրը, երբ որ շատերը կանադառնան մեր հոգևոր եղբայրներից, որ սա շատ լուրջ հարց է եւ հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուրը իր դիրքորոշումը ունենա այս հարցում։ Սուրբ Ծննդյան օրը վարչապետը երթ կազմակերպեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու, երթի ավարտին նա հենց եկեղեցու բակում ելույթ ունեցավ եւ այսպիսի մի հայտարարություն արեց, որ իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն եւ նշեց, որ ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար եւ նշել է, որ թույլ չենք տա։ Ում նկատի ուներ վարչապետը։ Մինչ հարցի վերջնական պատասխանը նախ ցանկանում եմ ասել, որ հրաշալի ուխտիերթ էր դա։ Արտակարգ պատարակ եւ պատարակից հետո այդ ուխտիերթը կարծեք ամբողջացրեց այդ օրվա տոնակատարությունը եւ շատ տեսանելի էր ներկաների ուղակի ցնծությունն ու ուրախությունը եւ հավաքվելով Սուրբ Աննա եկեղեցու մոտ մեր վարչապետը ուղակի շատ հուզիչ խոսքեր ասեց մեզ, որ ինքը վաղուց պիտի անդրադարձած լիներ, որ շատ հոգևորականներ աջակցության կարիքն ունեին, որովհետև խեղդվում էին անարդարության եւ ճշմարտության ոտնահարման մեջ եւ ցանկություն ունեին այս հարցերը վաղուց բարձրացնելու, որ եկեղեցու առողջացման խնդիրները լիներ։ Գուցե այդ օրերին, եթե լիներ, մենք չհասնեինք այս վիճակին, խնդիրներ չգային, ավելի բարդություններ չառաջանային։ Եվ ես տպավորված եմ նաև նրա այն խոսքից, որ հոգևոր առումով նաև մի տեսակ Հիսուսներ էլ բանտարկված, մեզ թվում է, թե ինչ է նշանակում Հիսուսի բանտարկությունը։ Այո, նա կարող է բանտարկվել միտեղ, երբ որ մենք մեր քայլերով եւ մեր գործերով հակառակն ենք անում։ Այնպես որ այդ ուխտիերթը շատ էական ու կարևոր էր։ Իհարկե մենք այս արդեն որ երրորդ ամիսն է կամ որ երրորդ տարին է, որ մենք այս հարցերը բարձրացնում ենք, որտեղ մենք տեսնում ենք, որ որոշ քաղաքական ուժեր փորձել եւ այսօր էլ են փորձում, վաղն էլ են փորձելու Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, հայոց եկեղեցին եւ մեր որոշ հոգեվորականների օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար։ Օգտվելով առիթից ես ասեմ, որ սա խոսում է մեր քաղաքական դաշտի սնանկության մասին։ Ես չեզոք եմ այս հարցում, վերին աստիճանի, եւ չեզոք տեսանկյունից նայում եմ։ 5 ամիս հետո Հայաստանում ընտրություններ են խորհրդարանական։ Ես բացի այսպես կոչված եկեղեցուն պաշտպանելու, անկեղծ ես մինչև հիմա այդ մարդկանց չեմ հասկացել, եկեղեցին ումից են ուզում պաշտպանել, ով է եկեղեցուն դեմ, ամենայն հայոց կաթողիկոսին ումից են ուզում պաշտպանել իրենք, հայոց արժեքները պաշտպանելը, հայոց արժեքները ումից եք ուզում պաշտպանել, սիրելիներ, դուք քաղաքական կուսակցություններ եք, շարժումներ եք, ես կցանկանայի օրինակ իմանալ յուրաքանչյուրը ինչ ծրագիր ունի Հայաստանի ներկայի եւ գալիքի, մեր ժողովրդի զարգացման, գիտության, կրթության, մշակույթի,
հոգևոր կյանքի, մեր ընդհանուր համազգային համերաշխության, սփյուռքի հետ կապված հարցերում ինչ ծրագրեր ունեն, որպեսզի մենք մտածենք ինչ եւ նաեւ հասարակությունը տեսնի ում հետևից գնա, ով ինձ է առաջարկում։ Եթե գործող վարչապետ այսօր շատ հստակ առաջարկություններ ունի եկեղեցու բարեփոխության, ազգային արժեքների պահպանության, պետականության ամրապնդման, բայց չենք տեսնում եւ իրոք տարօրինակից է գալիս, երբեմն բացում եմ իրենք մեզ հայհոյելուց, վատաբանելուց, չարախոսելուց բացի ուրիշ բան չկա։ Մի օր մեկից չլսեցինք, որ ասեն այս սրբազանները, այս հարցուրպերը, քահանաները, ովքեր որ կանգնած են այս բարեփոխման ծրագրի կողքին։ Տեսնենք ինչ են ասում։ Կարող է սխալ բան են ասում, եկեք մի հատ քննարկում կազմակերպենք։ Չկա քննարկում, չկա։ Սա մեր համազգային հարցն է։ Մենք այսպես լեցուն խնդիրներ ենք առաջ բերում, կրկնում եմ, ումից եք ինչը պաշտպանում, ամենալավ պաշտպանը մեր եկեղեցու մենք ենք եւ ամենայն հայոց կաթողիկոսին էլ ամենալավ պաշտպանները մենք ենք, ասեմ ինչու, որովհետեւ մենք անկեղծորեն հարցերը բարձրացրել ենք խնդիրները, իսկ նրանք ովքեր որ լուր, մուր, վեապար ասելով պտտվում են, նրանք հենց իր կողքից դուրս են գալիս, սկսում են քննադատել ու բամփասել, լինեն աշխարհիկներ, թե լինեն շատ հոգևորականներ, շատերին ենք ճանաչում եւ լսել ենք ու լսում ենք, ամենաանկեղծը մենք ենք եւ պետք լինի վեապարին, եթե հանգարց մի հատ ֆիզիկական ինչ-որ մի բան, ինչ-որ մի վատ բան, մենք կգնանք ու իր կողքը կկանգնենք, թույլ չենք տա որևէ մեկը իրեն նեղացնի։ Դե ընդդիմադիրները ամեն կերպ փորձում էին ներկայացնել, որ դուք գնալու եք վեհարան, հարձակվելու եք ներողություն այդ բառի համար, իրենք այդպես էին համենայն դեպս ներկայացնում, բայց բոլորս ականատես եղանք, թե ովքեր են հարձակվում եւ ինչ են անում։ Գոնե եկեղեցու բակում հիշում ենք միջադեպերը։ Սիրելիներ, մենք որևէ մեկի վրա հարձակվելու հարց չունենք եւս առավել ամենայն հայոց կաթողիկոսի։ Մենք գնացել ենք իրեն հետ խոսելու, պարզապես խոսելու։ Քանի որ դրա հնարավորությունը մենք տեսնում էինք, որ այդ նամակով, որ մենք գնացել էինք, նաեւ խոսելու։ Եվ այսօր էլ այս մեր 10 եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները պատրաստ են, եթե ամենայն հայոց կաթողիկոս, ես կարծում եմ պատրաստ են, ամենայն հայոց կաթողիկոս, եթե շատ հստակ հրավեր անի իրենց հետ առանցին նստելու եւ զրուցելու եւ լսելու, ես կարծում եմ մեր սրբազանները կքննարկեն այդ հարցը եւ մեծ է հնարավորությունը, որ այո իրեն հետ հանդիպվի եւ ինչ որ խոսք կա ասելու, խոսելու եւ շատ քաղաքավար կերպով։ Մենք մինչ այսօր մի վատ խոսք չենք ասել իր հասցեն վեապարի, բացարձակ ոչ մի վիրավորական։ Գուցե մեր քայլերը վշտացրել են իրեն, գուցե մենք այս կերպով մեր ձայնը բարձրացրել ենք եւ ինքը դրանից մի տեսակ շատ վատ է զգում, բայց մենք ավելի անկեղծ ենք, գոնե մենք անկեղծ ենք, մենք մեր հստակ դիրքորոշումն ասել ենք, այսքան բան։ Դուք հայտնի եպիսկոպոսներ եք, թեմերի առաջնորդներ, ըստ էության պարզ է, հա, որ Կտրիչ Ներսիսյանի դիրքերը թուլացել են առանց ձեզ, բայց նա դեռ համառում է եւ չի գնում, ո՞րն է նրա հույսը։ Գուցե արտաքին միջամտություն կա եւ աջակցություն կա երրորդ երկրի կողմից։ Սիրելի Լիլիթ ջան, եթե մեզ հետ խոսում եք, ես խնդրում եմ ձեզ, Կտրիչ Ներսիսյան մի ասեք ամենայն հայոց կաթողիկոս, ասեք Գարեգին II, սա շատ էական ու կարևոր է, ես խնդրում եմ, որ մենք այսպես գնանք, որովհետև եթե մենք ուրիշներին ասում ենք, որ եկեք վիրավորական խոսքերով հանդես չգանք, եկեք մենք լինենք դրա առաջին օրինակը, եթե կարելի է։ Մնացածը ինչ որ ասվում է, դրանք ասվող խոսքեր են, բայց իրականությունը մնում է հետևյալը։ Մենք որպես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, այսօր խորը ճգնաժամի մեջ ենք, անկախ ամեն ինչից խորը ճգնաժամի մեջ ենք, եւ մեր ընկերները, մեր հարազատները, մեր ժողովրդի զավակները, որովհետեւ ընդդիմադիր են իրենք գործող իշխանությանը, բայց մեզ հոգեվորականներիս համար, գիտեք, բոլորը մեր եկեղեցու զավակներն են,
Եվ ցանկանում եմ իրենց ասել, որ իրոք մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ։ Սիրելիները թող նայեն եւ տեսնեն ինչ խնդիր ունի այս եկեղեցին։ Բազմաթիվ տեղեր հոգևորականների բաց ունենք։ Եկեղեցիներ ունենք, որոնք պիտի նորոգվեն։ Սփյուռքում մենք բավական տեղեր ունենք բաց, որ խնդիրներ կան, որ պիտի լուծվեն։ Համայնքներ ունենք, եկեղեցի չունեն, հոգևորական չունեն, միջոց չունեն, որ հոգևորական պահեն, բայց այս մարդիկ կարոտն ունեն, որ ամեն կիրակի պատարակ ունենան։ Սրանք լեցուն խնդիրներ են, որ պիտի մենք հավաքվենք համազգային եւ քննարկում անենք։ Այնպես որ ես կոչ կանեի, ես արդեն որ երրորդ ամիսն է խոսում եմ, ասում եմ, եկեք սիրելիներ, անկախ քաղաքական հայացքներից, անկախ տարածաշրջանի, չգիտեմ, աշխարհաքաղաքական հայացքներից, եկեք մենք մեր ազգային միջավայրում քննարկենք եւ կարողանանք դուրս գալ այս ճգնաժամից, այսքան բան։ Եվ անկեղծորեն մենք իրենց կարիքը շատ ունենք, որովհետև հարկավոր է, որ առողջ բանականությունը գործի եւ ոչ թե իրար վիրավորանքը կամ իրար նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունը։ Մի քանի օր առաջ ընդունված այդ համակարգող խորհրդի հռչակագրում կար կետ, որ պետք է նրան հեռացնել կաթողիկոսին, որքան ժամանակ կպահանջվի ըստ ձեզ այդ ամենը անելու համար։ Սիրելիներ, այդ ամբողջը կապված է մեր Աստծո բարձր տնօրինությունից, երբ նա ամենայն հայոց կաթողիկոսի սրտի ու հոգու մեջ կդնի այն գիտակցությունը, որ այս ճգնաժամի լուծում պիտի լինի։ Այս ճգնաժամի լուծումը այս ու այն հոգևորականներին պատժելով, կարգալույծ անելով, պաշտոնանկ անելով հարցը չի լուծվում եւ չի լուծվի։ Այն խնդիրները, որոնք առկա են, այդ խնդիրները մնացել են եւ մնում են։ Ուրեմն նշանակում է, որ ճանաչելով ամենայն հայոց կաթողիկոսին, թեև կա այդ մոտեցումը, որ ինքը հրաժարական չի տա, ինքը շատ այսպես այլ բնավորության տեր անձնավորություն է, բայց ես կարող եմ ասել, որ իր ներսում ինքը ունի ավելի նուրբ եւ փափուկ զգացողություն եւ կգա պահը, որ ինքը կանադառնա դրան։ Այս ինչ որ այսօր տեղի է ունենում, համոզված եմ, որ դա իր սրտով չէր ցանկանա ինքը, ինչպես որ մենք հասներ դրան, բայց լուծում պիտի տրվի, հակառակվելով սրանով չի լինի։ Ինձ թվում է ամեն ժամանակ էլ հնարավոր է խոսել, պայմանավորվել եւ բոլոր հարցերի պատասխաններ ունենալ, այնպես որ ժամանակի հետ կապված որևէ մեկս ոչինչ չեն կարող ասել։ Ուղղակի այս խնդիրը, այս թնջուկը շատ անհանգստացնող է մեր հասարակությանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, եւ կրկնում եմ, հարկավոր է, որպիսի այն ուժերը, ովքեր որ փորձում են իբր կաթողիկոս պաշտպանել, իբր եկեղեցի պաշտպանել, դրանով իրենք քաղաքական ինչ որ բաներ շահեն, ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական սնանկությունից դուրս է պետք է գալ եւ ավելի լուրջ բաներով զբաղվել։ Եկեղեցին ոչ ոքի պաշտպանության եւ ամենայն հայոց կաթողիկոսն դրա կարիքը չունի, որտեղ եկեղեցին պաշտպանված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր հայրերի Աստծո կողմից, իսկ եկեղեցու հայրապետները միշտ պաշտպանված են լինում այն հայրապետների օրհնությամբ, որ իրենցից առաջ եղել են, եթե արժանավորն են նրանց որպես արժանավոր հետևորդ։ Այսքանը։ Դուք նաև խոսեցիք, անդրադառնանք նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ տարբեր հանդիպումներ ունենում է Գարեգին երկրորդը քաղաքական որոշ ուժերի հետ։ Ինչ է կարծում, քաղաքական process-ները կազդեն այս գործընթացի վրա եւ ինչ է կարծում, նրանք կներգրավվեն քաղաքական գործընթացների մեջ, թե այդուհանդերձ կխուսափեն։ Բոլոր դեպքերում ես վերջին շրջանում տեսնում եմ մայրաթորի զգուշավորությունը։ Դա նկատելի է այդ զգուշավորությունը, հակառակ որ գնում գալիս են, շփվում են եւ այլն, բայց բոլոր դեպքերում մայրաթորը հիմա դրսևորում է ավելի զգուշավորություն։ Եթե այսպես շարունակվի, իհարկե նրանք չեն կարող օգտագործել, այլապես շատ ցավալի էր, ինչպես որ նախկինում էր, որ ամեն մի քաղաքական կուսակցություն ցանկանում էր մի տեսակ եկեղեցու, հավաքական եկեղեցու, ոչ թե եկեղեցականներիս
հավաքական եկեղեցու ուրեմն հեղինակություն օգտագործել իրենց նպատակի համար։ Ես կարծում եմ դա այդքան էլ չի ազդելու։ Մեր ժողովրդին շատերը չեն ճանաչում, սիրելի Լիլիթ։ Ժողովուրդը ինքը հավատքի մեջ է, եկեղեցու հետ կապված է շատ անգամ մշակույթով, ոչ թե կրոնով, բայց երբ որ գալիս է պահը պետության հարցում, մեր ժողովրդի բնազդի մեջ դրված է պետությունը հանկարծ չկորցնելու, չվնասելու այդ զգուշավորությունը եւ նրանք ճիշտ որոշումներ կկայացնեն անկախ նրանից թե տվյալ քաղաքական գործիչը եկեղեցու որ մասում է կանգնած կամ երբ է պատարակի գնում եւ որտեղից է նկարում իրեն, որ ինքը պատարակի է, որ դնի համացանցի մեջ։ Հասկանում եք, դա երևի լավ չեն ճանաչում, հարկավոր է մեր ժողովրդի ազգային բնավորությունը մի լավ ուսումնասիրել։ Շնորհակալություն Սրբազան։ Աստված օրհնի ձեզ, ամենայն բարիք եւ խաղաղություն մեր սիրելի Հայաստանին։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան ալիքին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։